Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ Հայաստան եւ օգտակար հանածոների հազվագյուտ հանքանյութերի ոլորտում փոխհմբռնման հուշագիր ստորագրվեց, հետո էլ Բաքուն ու Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր ստորագրեցին, որոնց մեջ կարևորագույն տեղ էր զբաղեցնում կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման մասին շրջանակային փաստաթուղթը, որտեղ են հատվում այս երկու համաձայնագրերը։ Ըստ փորձագետների, Հայաստանն ու Ադրբեջանը իրարից բավականին տարբերվում են հանքահումքային ռեսուրսների ծավալներով եւ լոգիստիկ նրբություններով։ Ամերիկյան կողմը մեծ ուշադրություն դարձնում էներգակիրների վրա, գոնե վերջին 30-40 տարվա ընթացքում, եւ այս իմաստով Ադրբեջանն ունի ավելի շահեկան դիրք, որովհետեւ բացի Ադրբեջանի էներգակիրների հնարավորություններից, ռեսուրսներից, դրանց ծավալներից, կան նաեւ այստեղ ղազախական, թուրքմենական, ուզբեկական թեման։ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ հաճախ ներկայացվում է որպես ժողովրդավարություն կամ տնտեսական համագործակցություն, սակայն վերջին համաձայնագրերը ցույց են տալիս, որ առաջնային հետաքրքրությունը շատ ավելի պրագմատիկ է։ Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև TRIP նախագիծը։ Թեև փաստաթղթերում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, համաձայնագրի մի շարք դրույթներ հարցեր են առաջացնում։ Ստեղծվող ընկերությունում ամերիկյան կողմը ստանում է 74% բաժնեմաս, Հայաստանը 26%։ Բացի այդ, նախագծի շրջանակում նախատեսվում են երկարաժամկետ բացառիկ իրավունքներ ենթակառուցվածքային գոտիների նկատմամբ։ Ընդ որում Երևանը պարտավորվում է տրամադրել հարկային արտոնություններ, օրենսդրական բացառություններ եւ արագացված ընթացակարգեր։ Սա ավելի շատ նման է ուղղակի, որ Հայաստանը տարածք է տրամադրում Միացյալ Նահանգներին բիզնես անելու համար, դրանից չստանալու մեծ հաշվով ոչինչ։ Եվ հստակել չէ, թե 26% ինչպես է փոխանցվելու Հայաստանին եւ ինչ տեսքով է փոխանցվելու Հայաստանին։ Դրա համար այդ առումով այդ պայմանագիրը առանձնահատուկ էր եւ ես չեմ հիշում, որ վերջին շրջանում մենք այլ պետության հետ նման պայմանագիր ստորագրած լինենք։ Բացի էներգակիր հնարավորություններից Ադրբեջանի դեպքում կան ղազախական, թուրքմենական, ուզբեկական գործոնները, եւ այս իմաստով Ադրբեջանը յուրահատուկ կապող օղակ է։ Հայաստանը նման խաբ լինելու, նման այսպես տեղաբաշխող, հավաքող, ակումուլացնող, ուղարկող այսևի կազմակերպություն կառուցվածք չունի եւ չէ ունենալու։ Այդ առաջին հարցը եւ ամերիկյան կողմի որոշակի ձևավորված քաղաքական առաջնահերթությունները իօգուտ Ադրբեջանի պայմանավորված հիմնականում դրանով։ Սակայն հազվագյուտ մետաղները, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության, միկրոչիպերի եւ ռազմական տեխնոլոգիաների համար, դարձել են ռազմավարական նշանակության ռեսուրս։ Միացյալ Նահանգները փորձում է նվազեցնել կախվածությունը Չինաստանից եւ նոր մատակարարման աղբյուրներ գտնել։ Ամերիկյան կողմը փորձում է յուրահատուկ կերպով նախորդ չինական կողմին կանգնեցնել խնդրեմը, որ չինական հետագա ընդհանուր էքսպանսիան այդ հանքաքարերը ձեռք բերելու, դրանց հանքավայրերը հետախուզելու, արտոնելու, որոշակի ամերիկյան կողմը փորձում է ինչ-որ ֆիլտր դնել, պատնեշ ստեղծել։ Սակայն Վաշինգտոնի ակտիվությունը միայն հանքանյութերով բացատրելը դժվար է։ Եթե խնդիրը միայն ռեսուրսներն են, ապա Ադրբեջանը շատ ավելի մեծ տնտեսական արժեք ունի Միացյալ Նահանգների համար։ Պատահական չէ, որ Բաքվի հետ կնքվում են միլիարդավոր դոլարների համաձայնագրեր էներգետիկայից մինչև թվային ենթակառուցվածքներ եւ արհեստական բանականություն։ Հենց այստեղ է հիմնական տարբերությունը։ Ադրբեջանը Վաշինգտոնին հետաքրքրում է որպես արդեն գործող էներգետիկ կենտրոն, իսկ Հայաստանը որպես ապագա ենթակառուցվածքային եւ աշխարհաքաղաքական նախագիծ։ Փաստաթղթի հետ կապած Միացյալ Նահանգները չունի ոչ մի պարտավորություն եւ այդտեղ նշված է, որ կողմերը իրավական ոչ մի պարտավորություն չունեն։ Դրա հետ կապված ուղղակի փոխադարձ փոխաբերման ավելի շատ հուշագիր է, պայմանագիր իրեն բնորոշ բոլոր ատրիբուտներով, բայց ինձ համար հատկանշական էր 74-26 հարաբերակցությունը, սովորաբար գոնե 50-50 է լինում, երբ պետությունը իր տարածքում որևէ այսպես ինտեգրացիոն գործընթաց է սկսում կամ որևէ ներդրումային ծրագիր է բերում։ Ռիսկերը նույնպես ակնհայտ են։ Արտաքին կախվածության խորացում, գերտերությունների մրցակցության մեջ ներգրավում եւ հարաբերությունների բարդացում տարածաշրջանային այլ դերակատարների հետ։ Ցանկացած ճանապարհ, որով 74%-ով վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, երբեք Չինաստանը չի օգտագործի իր ապրանքների արտահանման համար։ Սա մեկ է, եկեք սա այս հասկանանք, որտեղ ընդհանրապես
Եթե դուք վերցնեք Չինաստանի քաղաքականությունը մեկ գոտի, մեկ ճանապարհ, ապա դրա ամբողջ գաղափարն անում, որպեսզի հնարավորինս իրենց կախվածությունը ծովային ուղիներից, որոնք վերահսկվում են բրիտանացիների ու ամերիկացիների կողմից, քչացնեն։ Արդյունքում, եթե Ադրբեջանը Վաշինգտոնի համար այսօր ավելի շահավետ է տնտեսական տեսանկյունից, ապա Հայաստանը կարող է ավելի արժեքավոր լինել աշխարհաքաղաքական հաշվարկներում։ Եվ այս համատեքստում խոսքը միայն հանքանյութերի կամ ճանապարհների մասին չէ, այլ Հարավային Կովկասում ազդեցության նոր բաշխման։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։